Իմ տպավորությամբ տարածաշրջանում իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ Արցախը դադարեց լինել հայկական։ Թուրք-ադրբեջանական տանդեմի հրահրված ռազմական գործողության արդյունքում Արցախը լիովին հայաթափվել է, որին գործուն աջակցություն է ցուցաբերել Իսրայելը։ Բազմաթիվ տեսանյութեր էին այս օրերին շրջանառվում, որոնք հստակ փաստում էին այն մասին, որ օկուպացված տարածքների հատվածից Ադրբեջանում տեղակայված իսրայելական ռազմուժից անօթաչու սարքերը ուղղվում էին դեպի Իրանի տարածք։ Իրանը ելնելով սեփական անվտանգության տեսանկյունից չպիտի ճանաչեր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Լեռնային Ղարաբաղով հանդերձ։ Կարող էր դա անել, կներեք, ինչ եք կարծում։ Միջազգային ճնշումը բան հաշվի առնելով կարող էր անել։ Հասկանում են հարևանները ինչ է ուզում ԿՊ-ական իշխանությունը ի վերջո։ Իհարկե ոչ, չի հասկացվում, թե ինչ քաղաքականություն է որտեղ գրված, ստացվում է, որ Հայաստանի Հանրապետություն չկար։ Դա ցավալի իրողություն է, երբ պետության ղեկավար անձը նման միտք է արտահայտում։ Մենք ավելի լավ է վիլայետ դառնանք, քան ֆորպոստ։ Օրինակ ես հիմա Նիկոլ Փաշինյանին ուզում եմ հարցնել, ինքը որ այդպես ամեն առավոտ հարցեր է ուղում հայոց վեհափառին եւ ցինիկաբար հայոյախոսում է, ես էլ իրեն եմ ուզում հարցնել, իսկ դուք հայ եք։ Դատապարտում եմ իսլամական համագործակցության կազմակերպության 51-րդ խորհրդաժողովի արտաքին գործերի նախարարների այդ ստամբուլյան բանաձևը։ Ողջույն սիրելի հայրենակիցներ, մենք հաղորդաշարն է Հայք Նյուզ լրատվականի եթերում։ Հյուրս այսօր Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախկին նախարար, այժմ համահայկական ճակատ շարժման անդամ Անահիտ Հակոբյանն է։ Շնորհակալ եմ Տիկին Հակոբյան հրավերս ընդունելու համար։ Ձեզ շնորհակալություն հրավիրելու համար։ Տիկին Հակոբյան, պիտի խոսենք մեր երկրի շուրջ եւ բնականաբար տարածաշրջանում տեղի ունեցող իրողությունների մասին։ Հունիսի 13-ի գիշերը պատերազմը պայթեց մեր երկրի սահմաններին, բարեկամ հարևան երկրում պատերազմ սկսվեց, Իսրայելը հայտարարեց պատերազմ, իհարկե միացավ Միացյալ Նահանգները, այսօր հրադադար է, բարեբախտաբար տեսնենք, թե ինչքան ժամանակ կշարունակվի հրադադարը, բայց ես ուզում եմ իրավիճակը վերլուծել հետևյալ տեսանկյունից։ Իմ տպավորությամբ տարածաշրջանում իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ Արցախը դադարեց լինել հայկական։ Եվ երբ մենք հետևում ենք զարգացումներին, անգամ համոզվում ենք հետևյալում, որ Արցախը, որի մասին մշտապես նաև Հայաստանի սահմանադրության մեջ է ամրագրված, որ Հայաստանն է երաշխավորը Արցախի անվտանգության, գործընթացները հիմա այնպես են ծավալվում, որ հակառակի մեջ ենք սկսում համոզվել, որ ճիշտ հակառակն էր։ Արցախի կորստով թուլացավ Հայաստանի անվտանգությունը եւ առհասարակ Արցախի կորստով, հայկական Արցախի կորստով թուլացել է նաեւ տարածաշրջանային անվտանգությունը, որովհետեւ իմ համոզմամբ Արցախը խաղաղության կարևորագույն գործոն էր, նաեւ Արցախի բանակը, հայկական ընդհանուր Հայաստանի եւ Արցախի բանակները միաժամանակ կարևորագույն անվտանգության գործոններն էին, որոնց թուլացումը կամ կորուստը բնականաբար լրջագույն տեղաշարժերի պատերազմական իրողությունների իրավիճակ են ստեղծել տարածաշրջանում։ Հիմա ես կխնդրեմ դուք եւս համակարծիք եք իմ այն դիտարկման հետ, որ Արցախի, շեշտում եմ, հայկական Արցախի կորստով փաստորեն թուլացել է նաև հարևան բարեկամ պետության Իրանի անվտանգությունը։ Խնդրեմ։ Իհարկե, ես եւս համամիտ եմ այն կարծիքին, որ Արցախը այս տարածաշրջանում խաղաղության գրավական էր, խաղաղության երաշխավոր էր, այլ ոչ թե հակառակը։ Իհարկե, հայկական բանակները արցախյան եւ հայաստանյան միաժամանակ պահում էին այս տարածաշրջանում խաղաղություն եւ բնական է, որ եթե Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականություն եւ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմից հետո թուրք-ադրբեջանական տանդեմի հրահրված ռազմական գործողության արդյունքում Արցախը լիովին հայաթափվել է, որին գործուն աջակցություն է ցուցաբերել Իսրայելը, ապա բնական է Իսրայելը դրանով իսկ ստեղծել է իր պլացդարմը, որպեսզի հարված հասցնի Իրանի Իսլամական Հանրապետության վրա, որը իբրև ուղղակի
սպառնալիք է աշխարհին միջուկային զենքի ստեղծման առումով։ Այդ պատրվակով էլ փաստորեն Իսրայելը անցավ հարձակման, ինչի մասին վաղուց ծրագրված էր եւ մենք տեսանք համատեղ Միացյալ Նահանգների հետ համերաշխ այսպես գործողություններ 12 օր տևած այս պատերազմի ընթացքում։ Հիմա Արցախի գործոնը կխնդրեմ շեշտեք Արցախի հայկական Արցախի կարևորությունը, որովհետև Տիկին Հակոբյան մենք տեսանք այն բազմաթիվ տեսանյութեր էին այս օրերին շրջանառվում, որոնք հստակ փաստում էին այն մասին, որ օկուպացված տարածքների հատվածից Ադրբեջանում տեղակայված իսրայելական ռազմուժից անօթաչու սարքերը ուղղվում էին դեպի Իրանի տարածք։ Իհարկե, սա հենց ուներ նաև երևի այդ ենթատեքստը, որ Արցախը գրավելով իրենք այստեղից կարող են հարվածել Իրանին եւ Արցախը ունի բավականին հարմար աշխարհագրական դիրք, նույնիսկ հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը Շուշին 1900 մետր բարձրությամբ Արցախում է, պատմական Արցախն է, այն դրախտավայր է, ոչ միայն իմ դիտարկմամբ, այլև աշխարհահռչակ բազմաթիվ գործիչներ, ովքեր այցելել են պատմական Արցախը, նրանք իրենց հիացմունքը չեն կարողացել զսպել։ Ընդ որում դեռևս 14-րդ դարում, երբ Լենգ Թեմուրն արշավանքներ ձեռնարկել դեպի այս տարածաշրջան, այն համեմատել է Արաքսի ձախ ափի այդ տարածքների հետ եւ հենց Արցախ անվան ծագումնաբանությունը կապվում է նաեւ այդ ժամանակահատվածի հետ, թեպետ ունենք նաեւ ավելի խորը պատմական համոզմունքներ, պատմական տվյալներ Քրիստոսից առաջ 8-րդ դարի հետ կապված եւ Արցախը ունենալով պատմական ամուր դիրք եւ հրաշալի բնություն, ինչպես նաեւ նրա դիտակետում են գտնվում հարևան տարածքները, մենք գիտենք, որ հայկական լեռնաշխարհի այս տարածաշրջանը, ինչպես նաեւ հայկական լեռնաշխարհը հնուց ի վեր, գտնվելով փոքրասիական եւ իրանական սարահարթերի միջև, ինքնին ռազմական բախումների թատերաբեմ էր հենց իր բարձրության շնորհիվ, որտեղ տիրել այս տարածաշրջանին դա կնշանակեր իշխող դիրք գրավել։ Դե հիմա նրանք տիրել են Արցախին, հետևաբար իշխող դիրք են գրավում, հետևաբար կարող են հարվածել եւ Իրանին եւ մեկ այլ պետության, այսինքն հայտնի մի խոսք կա Տիկին Հակոբյան, ասում են Շուշին ում ձեռքին է, տարածաշրջանը այդ երկրի կամ պետության ափի մեջ է։ Այո, եւ մենք փաստորեն անզոր եղանք պահելու մեր 5000-ամյա հայրենիքը, դա մեծագույն ողբերգություն է մեզ համար, այն որ հանձնվել է փաստերն ակնհայտ են, բայց ես ուզում եմ հիմա այդ Արցախի կորստի փաստին անդրադառնանք Իրանի դիրքերից։ Տեսեք, վերջի շրջանում մասնավորաբար շատ է հիշվում եւ շեշտվում է այն հանգամանքը, որ Իրանը չպետք է այնուհանդերձ սեփական շահերով իհարկե բնականաբար պայմանավորված, որը ուղղակիորեն համընկնում է նաեւ հայկական շահերի հետ, չպետք է հայտարարեր, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Արցախով հանդերձ։ Դե միշտ էլ հայտարարվել է, իհարկե հայտարարվել է դիվանագիտորեն, բայց ասվում է, չգիտեմ, դա հնարավոր էր, կարող էր անել Իրանը, թե չէր կարող, դժվար է ասել, հա, դիվանագիտությունը մնում է դիվանագիտություն, բայց այնուհանդերձ այսօր կան վերլուծաբաններ, այդ թվում իդեպ ասեմ իրանցի վերլուծաբաններ, որոնք շեշտում են, որ այո, չպետք է Իրանը այդպես գնար այդ քայլին, գոնե մի փոքր ավելի սուր դիրքորոշման պետք է հանդես գար, ինչ է կարծում ես առումով։ Իհարկե լինելով ինքն էլ իսլամական պետություն, համենայն դեպս մենք Իրանի հետ բարի դրացիական հարաբերություններ հնուցի վեր ունեինք եւ 200 տարի է արդեն ոչ մի ռազմական գործողություններ մեր եւ պարսիկների միջև արկա չէ։ Հետեւաբար Իրանը ելնելով սեփական անվտանգության տեսանկյունից չպիտի ճանաչեր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Լեռնային Ղարաբաղով հանդերձ։ Կարող էր դա անել, կներեք, ինչ է կարծում։ Միջազգային ճնշումը բան հաշվի առնելով կարող էր անել։ Իմ կարծիքով ինքը ուղղակի փորձում էր, ինքը կանխազգում էր երևի սպասելիք վտանգը, ուղղակի փորձում էր մի քիչ հետաձգել, բայց ինչքան էլ հետաձգեց, էլի հարվածը իր վրա ընկավ։ Հետաձգել թե սիրաշահել Ադրբեջանին։ Ավելի շուտ հետաձգել, որպեսզի հարվածը մի քիչ ավելի ուշ հասներ իրեն։ Ամեն դեպքում Իրանը կանխազգում էր, որ հարվածը լինելու է, վաղ թե ուշ լինելու էր։ Դե հետո էլ ոնց ասենք Հայաստանի Հանրապետության վարչապետը ինքը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, Լեռնային
Ղարաբաղով, Արցախով հանդերձ, ոնց կարող է Հայաստանի Հանրապետությունը ճանաչի եւ մենք նեղանանք հարևան պետությունից, որ ինքն էլ է ճանաչել։ Համենայն դեպս դա ազդել է իր արտաքին քաղաքականության եւ իր պետության վրա։ Համենայն դեպս Հայաստանի Հանրապետությունը դրանով իսկ նաեւ ճանապարհ է բացել այս տարածաշրջանում ռազմական էսկալացիայի, ագրեսիայի ավելի շիկացած ֆոն ստեղծելու համար, որտեղ եթե Հայաստանի Հանրապետության վարչապետը ասում է, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը դա ապագայի նկատմամբ հստակ նախագիծ ունենալն է, այսինքն եթե ունես հստակ գծված նախագիծ, ուրեմն կա նաև ապագա, եւ այդ ապագայի գլխավոր բաղադրիչները ինքը դիտարկում է 3 կարևոր բաղադրիչ, առաջինը դա հարաբերություններն են հարևան երկրների հետ, որը այս պահի դրությամբ եթե դիտարկելու լինենք, ապա Հայաստանը գրեթե ոչ մի պետության հետ այսպես բուրըն կերպով բարի դրացիական հարաբերություններ չի պահպանում, նրան չեն ընդունում որպես Հայաստան հզոր պետություն կամ չգիտեմ որպես բարի դրացիական առումով, չեմ կարծում, որ որևէ մի պետություն կարող է վաղը անհրաժեշտության դեպքում սատարի Հայաստանի Հանրապետությանը։ Հաջորդը ինքը գտնում է, որ այսինքն միայնակ ենք մենք։ Մեզ այս վարվող քաղաքականության հետևանքով Հայաստանը մնացել է միայնակ։ Այո, մենք հայտնվել ենք այդ տեսանկյունից միայնակ Ռուսաստանի հետ հարաբերությունների պարագայում, նույն Իրանի հետ հարաբերությունների պարագայում հստակ է արդյոք այս իշխանության կողմից վարվող քաղաքականությունը։ Հասկանում են հարևանները ինչ է ուզում ԿՊ-ական իշխանությունը ի վերջո։ Իհարկե ոչ, չի հասկացվում թե ինչ քաղաքականություն է որտեղ գրված, մի գլուխ խաղաղության տեքստի ներքո ինչ որ քաղաքականություն է տարվում, բայց այդ խաղաղության պայմանագիրը, այդ խաղաղության տեքստը որտեղ կավարտվի, դա ցույց կտա ժամանակը։ Եվ երկրորդ կարևոր բաղադրիչը, որ ասում է տարածքային ամբողջականության ճանաչում։ Դա ինչ տարածքային ամբողջականություն է, ես չեմ հասկանում։ Այդ տարածքային ամբողջականության ճանաչումը պիտի լինի երկուստեղ։ Եթե պայմանագիր կնքվում է եւ ճանաչում ես հարևան պետության տարածքային ամբողջականություն, ապա այդ հարևան պետությունը քո տարածքային ամբողջականությունը պիտի ճանաչի։ Եվ ոնց կարող է ճանաչի քո տարածքային ամբողջականությունը, եթե Լեռնային Ղարաբաղը դու ճանաչել ես նրա տարածքային ամբողջականության մաս, այն դեպքում, որ այդ պետությունը 1918 թվականի մայիսի 27-ին ծնվելով արհեստացին կերպով ի հայտ գալով այսօր Կովկասում, այն էլ անդրդաշնության փլուզումից հետո, անդրկովկասյան Սեյմի հայտարարությունից հետո, մայիսի 26-ի հայտարարությունից հետո, մայիսի 27-ին, ապա 1991 թվականի օգոստոսի 30-ին Խորհրդային Միության միջով պաշտոնական փլուզումը իրեն հայտարարում է որպես 1918 թվականի այդ մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդ, որը սահմաններ հստակ չէր ամրագրել, համենայն դեպս այն առումով երևի թե, որ 1920 թվականի ապրիլի 28-ի Խորհրդային Ադրբեջանը 86,000 քառակուսի կիլոմետր տարածքով եղել է հայերի եւ մուսուլմանների ապազգային պետություն։ Համենայն դեպս նրանք դա նկատի ունեին։ Հիմա էլ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածում, որ իբրև արևմտյան Ադրբեջանի համատեքստում իրենք տեսնում են Լաչինը, այսինքն Բերձոր են դիտարկում, չգիտեմ, Քյալբաջար, Քարվաչար են դիտարկում, Կուբատլու, Զանգիլան, այս տարածքները երբևիցե Ադրբեջանի ոչ մուսավաթական Ադրբեջանի, ոչ խորհրդային Ադրբեջանի պատմական տարածք չի եղել։ Սրանք պատմական հայկական հողեր են։ Եթե մենք դիտարկում ենք պատմական փաստերը, ապա հստակ պիտի գծվի այդ պետությունը ինչպիսի պետություն է, Ադրբեջան պետությունը, երբ է ի հայտ եկել, եւ Հայաստանը ինչպիսի պետություն է։ Մենք չենք կարող կան հստակ ամրագրված փաստեր պատմական համաշխարհային մակարդակով, որոնք ոչ մեկը չի կարող ջնջել այդ փաստերը, դրանք փաստեր են, անհարկելի ճշմարտություն է դրանք։ Դե այս իշխանությունը բնորոշ է փաստերը գլխիվար ներկայացնելը, իրական Հայաստան կոչված, իրենք ներկայացնում են իրենց այսպես հայացքի ներքո պատմությունը հայոց վերաձև
ձևվում է եւ ակնհայտորեն հարմարեցվում է հարևան երկու թշնամական պետությունների պահանջներին, կարծում եմ իրենք փորձել են այսպես խուսանավել որոշ, հա, արևմտյան Ադրբեջան փաստորեն եզրույթը շրջանառելով դա խայտառակություն է, որովհետեւ դա նշանակում է ուղղակի հակահայկական թուրքական ծրագրի իրականացում։ Ես կուզեմ հիմա նախ մեկ դիտարկումով անդրադառնանք Փաշինյանի օրերս խորհրդարանում հնչեցրած հետևյալ դիտարկմանը, որից հետո նորից կանդրադառնանք ԱԳՆ-ի այդ հայտարարությանը, որը ուներ հիմքեր հետևյալ առումով, որ մենք տեսանք իսլամական, հա, այդ կազմակերպության կողմից հնչեցված հայտարարությունը եւ դա դրա պատասխանն էր, բայց մինչ այդ շատ կարեւոր ու վտանգավոր մեզ համար խնդրին անդրադառնալը, կխնդրեմ Նիկոլ Փաշինյանի հետևյալ խոսքին, որպես արցախցի Տիկին Հակոբյան, անդրադառնանք, տեսեք ինչ է ասում։ Շատ է խոսվում այն մասին, որ մենք կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, ես այս հարցի մասին էլ բնականաբար շատ մտածել եմ։ Եվ այստեղ իմ եզրակացությունը հետևյալն է. մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը։ Սա է ճշմարտությունը, որովհետև ինչպես նախկինում ասել ենք, Լեռնային Ղարաբաղի հարցը որպես թոկ է օգտագործվել ՀՀ-ն, որպես անկախ ինքնիշխան պետություն, որպեսզի չկայանա։ Բայց Հայաստանը կայանում է, ապագայի նկատմամբ ես ավելի լավատես եմ, քան երբևէ, եւ սա ոչ թե անհաջողության, այլ հաջողության պատմություն է։ Ահա այսպես է ձևակերպում Արցախի կորուստը վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, որի համար այնինչ մեզ համար, հայոց համար ողբերգություն է մեր փոքր հայրենիքի կորուստը, նրա համար պատմական հաջողություն, որտեղ ըստ նրա Արցախը տվել ենք ու Հայաստան ունենք, ու Հայաստանի Հանրապետություն ունենք, նրա տրամաբանությունը ես որպես արցախցի ուզում եմ ձեզ լսել։ Տիկին Հակոբյան, այս ինչ մեկնաբանություն է։ Այ պարոն Փաշինյանի նրա այդ ապագայի նկատմամբ այդ վերջին խոսույթի իր վերջին բաղադրիչ ասում է սեփական պետականության գիտակցումն, այսինքն որ պետություն, ինքնիշխանություն արկա է եւ ԱԺ եզրափակիչ իր ելույթում ինքը հստակ արտահայտվեց, որ Լեռնային Ղարաբաղը մենք ոչ թե կորցրինք, այլ ձեռք բերեցինք Հայաստանի Հանրապետության պետականություն, այսինքն ստացվում է, որ ինքը Լեռնային Ղարաբաղը տվեց, որպեսզի փրկի Հայաստանի Հանրապետություն, այսինքն ի շնորհիվ Լեռնային Ղարաբաղի գոյություն ունի այժմ Հայաստանի Հանրապետություն, այդպես մենք կարող ենք նրա այդ խոսույթը, նրա այդ նախադասությունները կամ նրա այդ կարծիքը, տեսակետը, չգիտեմ ոնց էլ ես դա համարեմ նրա կողմից արտահայտված այդ միտքը, մենք կարող ենք այդպես վերցնել, որ իդեմս Լեռնային Ղարաբաղի, Արցախի գտանք Հայաստանի Հանրապետություն, այսինքն ստացվում է, որ Հայաստանի Հանրապետություն չկար, սա ցավալի իրողություն է, երբ պետության ղեկավար անձը նման միտք է արտահայտում, ոնց կարելի է, եթե Լեռնային Ղարաբաղը դա քո պատմական հայրենիքի մի հատվածն է, անգամ եթե արկա է երկու անկախ հանրապետություն, դա չի խանգարում Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը պատմական Հայաստան դիտարկելուց։ Նման փաստեր մեր պատմության մեջ եղել են, մենք ունեցել ենք պետականություններ, ունեցել ենք անկումներ, այսինքն ունեցել ենք վերելքներ, վայրեջքներ, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք մի մասից հանուն մյուսի։ Չէ, բայց նա հրաժարվելով հանդերձ դուք տեսեք ձևակերպումը թոկ էր Արցախը։ Իդեպ ասեմ, որ ավելի վաղել ասում էր կույրաղիկ է, որում պետք է պոկել, հեռացնել, որպեսզի մայր օրգանիզմը կարողանա շնչել, դա իդեպ, երբ ինքը 22 թվականին գնաց եւ ստորագրեց Պրահայում հոկտեմբերի 6-ին Արցախի հանձնման այդ խայտարակ փաստաթուղթը, դրանից հետո սկսեց պտտել այդ միտքը, որ կույրաղիկ է, պիտի իրենից հրաժարվենք։ Հիմա պարզվում է թոկ է, իսկ Հայաստանն էլ ֆորպոստ է, ձևակերպումները տեսեք, այսինքն ֆորպոստ ենք եղել մինչև իր գալը, 20 թվականից ազատվեցինք ֆորպոստ լինելուց, դարձանք անկախ ինքնիշխան Հայաստան, սա չգիտեմ ինչ ձևակերպում է, տգիտություն համարել, միտում, հակահայկական միտում, ես ավելի շուտ
կդիտարկեի հակահայկական ծրագրի հետևանքները մենք զգալու ենք բավականին շուտով, եթե Ֆորպոստի ղեկավարեր 2018 թվականին, հետո ինքը իրեն որպես վարչապետ արդեն դիտարկում, սա էլ այս խոսույթն էլ է անհասկանալի, թե ինքը սրա տակ ինչ է հասկանում։ Ինչ եք հասկանում, դուք օրինակ այստեղ թիրախավորումը չեք տեսնում, որ պետությունն է։ Իհարկե, թիրախավորվում է պետությունը համենայն դեպս, այսինքն չկար, էլի Ռուսաստանին չի թիրախավորում, ասում են Հայաստանի Հանրապետություն չկար, չի հասկացվում եւ այդ մտքի փայլատակումները, թե այդ որտեղից է գալիս այդքան սրամիտ փայլատակումներ, ոնց որ իմ ուղեղի մեջ դա չի տեղավորվում։ Տիկին Հակոբյան, Ֆորպոստ երբ որ ձևակերպում է Նիկոլ Փաշինյանը, սա ուղղակիորեն այսպես թիրախագնում է, այսպես ասած, սուրը ուղղում է դեպի Ռուսաստան, այսինքն այդ մարդը ասում է մինչև իմ գալը եւ 20 թվից էլ հետո, մինչև առ այսօր, հա, երբ որ ինքը սկսեց իր իրական Հայաստանի գաղափարի պատտումը, մինչև Արցախի հանձնումը մենք Ֆորպոստ ենք եղել։ Մենք եղել ենք Ռուսաստանին ծառայող պետություն։ Հիմա ինքը այդ Ֆորպոստը փոխել է ուզում, այսինքն Ռուսաստանին ասում է գնա եւ բերում է Թուրքիային, ասում է մենք ավելավ է վիլայետ դառնանք, քան Ֆորպոստ, ինքը պատրաստում է մեզ վիլայեթացման։ Սա է ամբողջ ծրագիրը, որը նրա առաջ դրել են վստահ եմ այն տերերը, որոնք 2018-ին նրան բերեցին իշխանության, եւ հիմա այդ Հայաստանի պետության, պետականության քանդման ծրագրի հերթական փուլերում ենք մենք։ Համամիտ եմ, հենց նրա Թուրքիա կատարած այցը ես եւս համարում եմ դրա շարունակությունը, այսինքն Ռուսաստանին դուրս մղել այս տարածաշրջանին, որպեսզի այս տարածաշրջանում թելադրող կողմը դառնա Թուրքիան։ Մենք գնում ենք փաստացի դրան, իսկ մենք գիտենք, որ Թուրքիայի մեծ թուրան ստեղծելու հենց այդ գաղափարախոսության հիմքում մեծ թուրանի հասնելու ճանապարհին երկրորդ փուլում ենք մենք կանգնած, այսինքն օղուզական պետություն ստեղծելու ճանապարհին ենք, իսկ այդ օղուզական պետության ստեղծումը դա ենթադրում է Հարավային Կովկասի տիրանալը։ Այսինքն պան իսլամական, պան թուրքական իրենց գաղափարախոսություններով հանդերձ մեծ թուրանի երկրորդ փուլում ողջ Հարավային Կովկասում պիտի թելադրող կողմը լինի Թուրքիան։ Իսկ մեծ թուրանական պետության հասնելու հենց գագաթնակետը դա մենք գիտենք, որ մեծ թուրանը պիտի ձգվեր Բոսֆորից մինչև Ալթայի երկրամաս, մինչև Սառուցյալ օվկիանոս եւ այդ ճանապարհին ուղղակի արգելք է Հայաստան պետության գոյության փաստը։ Իսկ որպես թելադրող կողմ ինքը արդեն վաղը այդ հենքի վրա կարող է ստեղծել նաեւ այն կարևոր հիմքը, որով հնարավոր կլիներ Հարավային Կովկասում ինքը գերիշխող ուժի դիրքի հասնի ու սրանով իրականացնի պան թուրքիզմի, մեծ թուրանի, նաև Զանգեզուրի միջանցքի, որը վերջերս ինչ-ինչ պատճառներով փոխվել է եւ խաղաղության խաչմերուկ են արտաբերում խոսույթ են արտահայտում այդ պահով, չգիտեմ, այդ ճանապարհը, որ իբրև բացվի, անմիջապես թուրքերը, մուսուլմանները կլծվեն եւ այս տարածաշրջանում միանշանակ թելադրող կողմը կդառնա Թուրքիան, մանավանդ Հայաստանի ներկա պայմաններից ելնելով։ Դե 20 թվականին բոլորս համոզվեցինք, որ այդ պայմանավորված եւ պարտված պատերազմով ուղղակիորեն բացվեց տարածաշրջանի Հարավային Կովկասի դռները Թուրքիայի առաջ, դա այո շատ ճիշտ եք, մեկդարյա նրանց եւ ավել ծրագիրն էր, որը իրականացվեց Հայաստանի ԿՊ-ական իշխանության կոնկրետ Նիկոլ Փաշինյանի ձեռքով։ Հիմա խոսեցիք Թուրքիա գնալու հետ կապված, շատ հետաքրքիր էր, որ օրակարգը այդպես էլ չհասկացվեց Էրդողանի հետ հանդիպումից առաջ բացարձակապես ոչ մի օրակարգ չկար, լրագրողներս հետևում էինք, լուրերով ուզում էինք հասկանալ ինչ են խոսելու, ինչի համար է հանդիպումը եւ այլն, ուղղակի հանդիպումից հետո տեսանք, որ նշվեց Հայաստան, Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին է խոսվել, բայց մենք վստահ գիտենք, որ Թուրքիան հստակ միշտ առաջ է մղում եւ Հայաստանի պարտադրում է
կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները, որից հետո կարող է նոր Հայաստանը խոսել հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Այսինքն մենք հիմա այդ փուլում ենք եւ այդ ֆոնի վրա տեսանք նաեւ Նիկոլ Փաշինյանը ինչպես այսպես խոնարհաբար մտավ թուրքական կապույտ մսկիթ կոչվող այդ հայ իրենց այսպես ասած այդ տաճարը եւ տեսանք թե ինչպիսի վերաբերմունք սիրալիր Տիկին Հակոբյան վստահ եմ ձեր աչքից չի վրիպել հայ այդ սիրալիր պահվածքը այն ֆոնի վրա երբ նա ամեն օր ամեն առավոտ մի նոր խայտառակ հայոյախոս գրառմամբ թիրախավորում է հայոց եկեղեցին հիմա սրա անունը ինչ տնենք Ճիշտ ասած անգամ շատ շշմեցուցիչ էր թե ինչպես Թուրքիայում նրան ընդունելություն կազմակերպեցին դե եթե իմանալ որ այդ ճարտարապետական շինությունը Պալյան նշանավոր հայկական գերդաստանի կողմից էր կառուցված ովքեր Կոստանդնուպոլսում մեծ դիրք էին հասել իդեպ միակ ճարտարապետական նշանավոր գերդաստաններ այդ ժամանակաշրջանում Կոստանդնուպոլսում Արևմտյան Հայաստանում եղած եւ նրան այնպիսի մեծարանքով են ողջունել, դե իհարկե դա բնական է, եթե հակառակորդ պետության ղեկավարը ծառայում է քո շահերին, ապա դու բնական է նրա նկատմամբ հարգանքով ես լծվում, դե եթե մեկ այլ պետություն էլ Հայաստանի Հանրապետությանը նման ծառայություններ մատուցեր, ապա Հայաստանի Հանրապետությունն էլ այդ պետության ղեկավարին նույնիսկ ավելին կաներ նրա համար եւ այս ամենը խառնվում է Հայաստանի ներքին քաղաքական լարված իրավիճակային ֆոնով եկեղեցու հանդեպ արված արտահայտություններով ուղղակի անհասկանալի է մի հանգամանք 2018 թվականին պարոն Փաշինյանը իշխանության գալով այսօր 2025 թվականն է 7 տարվա ընթացքում հիմա ինչ է պատահել հանկարծ որ 7 տարի հետո հիշվել է որ կաթողիկոսի անձնական կյանքում ինչ որ մի արատավոր երևույթ կա կամ ինչ ես չեմ ուզում դրան ոչ մի որակավորում տալ, որովհետև սրանով թիրախավորվել է ոչ թե անձը, այլ հայ առաքելական եկեղեցին, եթե անձը ինչ որ սխալ է կատարել, ապա դրա համար իրենք ունեն իրենց խորհուրդը, իրենց բարձրագույն ատյանը ունեն, կարող է այդ հարցը քննարկվել այնտեղ եւ դա չի կարելի նույնիսկ մասսայականացրած, չի կարելի Հայաստանի Հանրապետության այս ծանր պահին այն շահարկած եւ թիրախավորած եւ օգտագործած ժողովրդի դեմ ու տվյալ պարագայում սա եթե անգամ առկայանալու բան հնարավոր է այն այլ ճանապարհներ կան լուծելու վերջի վերջո Հայաստանի Հանրապետությունը ունի պատկան մարմիններ ովքեր զբաղվում են այդ հարցերով Բայց անգամ պատկան մարմինները իրավունք չունեն իրենց քիթը մտցնելու մեր եկեղեցու գործերի մեջ ավելի ես այստեղ ուզում եմ նաև ձեզ հետևյալ մի հարցը տալ երբևէ տեսել եք մի երկրի ղեկավար որը իրեն թույլ տա այդպես արտահայտվել իր երկրի հոգևոր դասի հասցեին եկեղեցու հասցեին անգամ եթե այդ ղեկավարը որոշակի շեղումներ կարող է ունենալ ես օրինակ չեմ լսել, որ Մակրոնը օրինակ, որին հազար ու մի այսպես բաներ է վերագրվում, խոսեր նման կերպ կաթոլիկ եկեղեցու հասցեին։ Ես չեմ տեսել, կամ Միացյալ Նահանգների որևէ առաջնորդ, ճիշտ հակառակը, իրենք միշտ այսպես մեծագույն հարգանքով են խոսում։ Սրանից մենք պետք է հետևություն անենք, Տիկին Հակոբյան, ով է այն մարդը, ով այսօր զբաղեցնում է վարչապետի կարևորագույն պաշտոնը մեր երկրի։ Բազմաթիվ հարցեր են ծնվում, արդյոք նա հայ առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր է, թե գուցե աղանդավոր է, արդյոք նա հայ է, թե գուցե այլազգի է, ի վերջո ով է նա, այս հարցերը արդեն երկար ժամանակ է հնչում են եւ հիմա ընդհանուր օրինակ ես հիմա Նիկոլ Փաշինյանին ուզում եմ հարցնել, ինքը որ այդպես ամեն առավոտ հարցեր է ուղում հայոց վեհափառին եւ ցինիկաբար հայոյախոսում է, ես այդ իրեն եմ ուզում հարցնել, իսկ դուք հայ եք Իսկ այն պատմությունները, որ տարածվում են իր հետ կապված, որ նրա ընտանիքի ծնողներից մեկը հայ չէ ազգությամբ, ասենք, թրքուհի է կամ ադրբեջանցի, դա իրականություն է, թե ոչ։ Ես էլ հարց եմ տալիս, որպես լրագրող եւ որպես Հայաստանի քաղաքացի։ Նույնը կարող եք անել դուք, Տիկին Հակոբյան, որովհետեւ մենք գործ ունենք բոլորովին մեկ այլ սցենարի հետ։ Խնդրեմ։
Իհարկե, եթե հետո նաև եթե նման արտահայտություններ առկա են պետության մեջ, դրան պիտի պատասխան տրվի։ Եթե ինչ որտեղ ինչ որ կարծիք է հնչեցվում, պետության ղեկավարի հասցեին, պետության ղեկավարը պիտի դրան սպառիչ պատասխան տա։ Ինչը նշանակում թիրախավորել հայոց եկեղեցին, նախ եկեղեցին սահմանադրորեն անկախ է։ Ու հայ առաքելական եկեղեցուն առանձին հոդված կա մեր երկրի Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ։ Հետեւաբար եկեղեցին չի ընդհարվում պետությանը, ինքը պետությունից անկախ գործելու իրավունք ունի։ Եվ յուրաքանչյուր ոք ինքը ինքնական կարող է ընտրել իր դավանանքը, այսինքն ինչի ինքը դավանում։ Եթե դու չես ուզում լինել հայ առաքելական եկեղեցու հետնորդ, կարող ես ընտրել քո գաղափարախոսությունը, քո դավանանքը նաև։ Գուցե արդեն ընտրել է։ Հիմա ինչ կարիք կա նաև թիրախավորել հայոց եկեղեցին։ Դե հենց այդպես, եթե նա կներեք, եթե նա կյանքի խոսքի օրինակ աղանդից է, իսկ այդ աղանդը ագրեսիվ քայքայիչ աղանդ է, դա պարզ է, որ այդ դիրքերից հանդես գալով նման կեցվածք է ընդունում, այնքան պարզ է։ Իհարկե, աղանդները լիքն են Հայաստանի Հանրապետությունում էլ կա, աշխարհի բազմաթիվ երկրներում էլ կա, պետության պաշտոնական ընդունված ուսմունքի չեղված գաղափարախոսություններ առկա են ամենուր, բայց մեր պետության, մեր հավաքական ուժի, մեր միասնության հիմնական հիմնակարը դա մեր հայ առաքելական եկեղեցին է, ով ղեկավարը իրավունք չունի սասանելու շարունակ անգամ պետականության, բացակայության պայմաններում առաջնորդել է ժողովրդին, սատար է կանգնել ժողովրդին ու հայ ժողովրդի հենց գոյության գրավականն հիմնակարն էլ հանդիսացել է հայոց եկեղեցին ու մենք այս պահին, եթե ինչ որ մեկը որևէ մի անձ անգամ փորձում է թիրախավորել կամ եթե եկեղեցական կառույցից որևէ մեկը ինչ որ սխալ է գործել, չի կարելի համայն հայության մեջ այն թիրախավորել եւ մասսայականացնել ու ժողովրդի մեջ տարաձայնություններ հրահրել մանավանդ Հայաստանի Հանրապետության համար այսպիսի ճակատագրական պահի, երբ Հայաստանը գտնվում է բավականին բարդ ռազմաքաղաքական իրողությունների շրջանակում, բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակում շրջապատված իսլամական աշխարհով։ Շատ լավ, իհարկե Տիկին Հակոբյան, ես այն համոզման եմ, որ Նիկոլ Փաշինյանը չէ, որ իրավունք ունի լուծելու եկեղեցու խնդիրները, որ դուք ասում եք ինչ-որ սխալ է գործել եւ ոչ էլ մենք իրավունք ունենք, դատողը Աստված է, ինչպես ասում է նաեւ մեր Աստվածաշունչն է մեզ ուսուցանում, եւ որևէ մեկը իրավունք չունի այդպես, ինչպես ասում են, քար նետելու։ Նախ թող ամեն մեկը իր մեղքերը փորձի շտկել, հա, որի մեջ թաղված ենք բոլորս, եւ հետո հայացքը հարել հայ հոգևորականին, իսկ հայ հոգևորականները իրենց ներսում թողնենք հարցերը կլուծեն։ Պետք չի բաներ անել, որը ուղղակիորեն թիրախավորում է ազգը, թիրախավորում է պետությունը, մեր ինքնությունը, մեր հավատը։ Փաշազադեն էլ հիշում ենք, 2 օր առաջ նրա այդ հայտարարությունից առաջ տվեց, չէ, այսպես ազդանշանը տվեց, որ սկսի խփել քո եկեղեցուն, ինչն է, այնքան պարզ է, այնքան թափանցիկ է ամեն ինչ։ Ու իհարկե, ու նաև մի բան էլ ավելացնեմ, դա այն ամենի ֆոնին, որը Շվեյցարիայում համաժողովի ժամանակ հենց հայոց կաթողիկոսն էր հարց բարձրացրել մշակութային, նյութական եւ հոգեվոր ժառանգության պահպանման, Արցախի հարցն է բարձրացրել, ռազմագերիների վերադարձի հարցը, այսինքն այս հարցերը իսպառ պիտի վերացվեն, պիտի փակվեն, ու սա էլ հիմք է հանդիսացել կաթողիկոսին թիրախավորելու հայոց եկեղեցին թիրախավորելու համար, որը պետք է բարձրացներ իշխանությունը, բարձրացրեց հայ եկեղեցին, վեհապարի նախաձեռնությամբ շատ ճիշտ հիշեցրեցիք, եւ ի վերջո դրեց նաեւ արցախցիների վերադարձի հարցը, ինչը չի անում, ինչը բացարձակապես փակված է Փաշինյանի իշխանության համար, պարզ է, որ պետք է ինքը այսպես ատելությամբ շարունակեր այս թիրախավորումը, դա պիտի գիտակցի ամեն հայ, որ դա պատճառներ ուներ, ինչ որ բաներ այսպես փորձում է նենգափոխած ջրի երես անել։ Եթե ասում է Լեռնային Ղարաբաղի շնորհիվ մենք պահպանեցինք Հայաստանի Հանրապետություն, բա ուր է այդ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, դու նրա տեղը գիտես արդյոք, պարոն Փաշինյան, դու գիտես որտեղ են հիմա ապրում արցախցիները, հիմա պայմաններում, այո, եւ ինչ պայմաններում, ինչպիսի վատթարագույն սոցիալական պայմաններում, եթե դու նրանց ճանաչել ես փախստական, բռնի տեղահանված, ապա 2008 թվականի նոյեմբերի 27-ի օրենքը վերջիվերջո դու այդ փախստական եւ ապաստանի օրենքը չես իրականացնում, այսինքն չես կատարում Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, օրենքի պահանջները չեք պահպանում
Հիմա ոնց կարող է պետության ղեկավարը նման կերպ արտահայտվի ու չպահպանի օրենքի պահանջները, ապա ուր են Ղարաբաղցիները, հիմա էլ այդ օրենքի պահանջները կատարեք։ Այո, 150,000 արցախցի։ Տիկին Հակոբյան, իսլամական համագործակցության կազմակերպության հայտարարությանն էլ անդրադառնանք եւ եզրափակենք մեր հարցազրույցը, սա շատ կարեւոր եւ խիստ վտանգավոր մի հայտարարություն էր այս կազմակերպության կողմից տարածվեց, հիշեցնեմ 57 երկրներ այս կազմակերպության անդամներ են, իդեպ շատ կարեւոր մի հանգամանք այդ 57 երկրների մեջ, այնպես չէ որ դրանք բոլորը թշնամական պետություններ են ամենևին, բայց այս իշխանության, ԿՊ-ական իշխանության կողմից վարվող հակահայկական քաղաքականության հետևանքը եղավ այն, որ իսլամական կազմակերպության երկրները հանդես եկան հակահայկական կոչով, որը ստացել է Ստամբուլյան, այսպես բանաձև հայտարարություն, ես շատ կարճ 1-2-ի անունը տամ, քանի որ առաջին անգամ է Արևմտյան Ադրբեջան, կոչված է համայնքի հետ կապված բանաձև ընդունվել, երկրորդ առաջին անգամ շեշտվում է ներկայիս Հայաստանի տարածքից բռնի իբր վտարված ադրբեջանցիների վերադարձի մասին է կոչ է ուղղվում, այսպես կոչված Խոջալույի ցեղասպանության փաստ կոչվածի հետ կապված է հայտարարություն ընդունվել եւ այլն եւ էլի կան այստեղ իբր թե հայերը ոչնչացնում են ադրբեջանցիների մշակույթը եւ այլն մենք ինչ ունեցանք իդեպ Թուրքիա գնալ գալուց հետո Փաշինյանի, իհարկե հենց անմիջապես այո, անմիջապես հետո սեղանին մեր հայտնվում է մի զարուրելի փաստաթուղթ, որը ուղղակիորեն Հայաստանը ճանաչում է ագրեսոր եւ պարտադրվում է մի նոր զարուրելի պահանջներ, եթե դա կատարի, ես վստահ եմ մենք պետություն ուղղակի չենք ունենալու։ Տիկին Հակոբյան, ձեր կարծիքը այս հայտարարության հետ կապված Արևմտյան Ադրբեջանից սկսեք։ Միգուցե հենց սկսենք այդ խորհրդաժողովից։ Այո, վերջերս հենց պարոն Փաշինյանի Ստամբուլ կատարած այցից հետո նախորդին այնտեղ է նաև մեկնել Ադրբեջանի Հանրապետության նախագահը Ալիևն էր մեկնել եւ նա ներկայացրել է իր դիրքորոշումները եւ հենց հունիսի 21-ից 23-ը իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդաժողովը 51-րդ խորհրդաժողովը ընդունել է մի շատ կարևոր Ստամբուլյան բանաձև, որի հիմքում ընկած են Ադրբեջանի առաջարկած 5 բանաձևերը։ Այսինքն դրա տակ հասկացվում է հենց արևելյան Հայաստանի դիտարկումը որպես արևմտյան Ադրբեջան։ Իդեպ այդ կառույցը ստեղծված լինելով 1969 թվականին եւ նույնիսկ 1980 թվականի Արցախյան շարժումից ի վեր բավականին խոսուն աշխատանք է կատարել իբրև այս տարածաշրջանում պետությունների միջև հակամարտությունը վերացնելու, կարգավորելու ուղղությամբ, նույնիսկ խաղաղ գործընթացների կոչեր էր հնչեցրել 2002 թվականից հետո, բայց սա քողարկամիջոց է, ճիշտ է, իսլամական հանրապետությունների մեջ էլ կան բարիդրացիականորեն մեր նկատմամբ տրամադրված պետություններ, սակայն այնուամենայնիվ այդ 57 պետությունները քվեարկեցին Ստամբուլյան բանաձևի ընդունման կողմ, այսինքն ճանաչվեց, որ արևելյան Հայաստանը պիտի կատարի Ալիևի բոլոր պահանջները։ Հիմա եթե Հայաստանի Հանրապետության վարչապետը ասում է տարածքային ամբողջականության ճանաչում, ապա եթե քո պետությունը համարվում է արևմտյան Ադրբեջան, ուր է քո ինքնիշխանությունը, ուր է քո պետությունը եւ որ պետության տարածքային ամբողջականությունն է ճանաչում, այսինքն ստացվում է, որ ներկայիս Հայաստան գոյություն չունի։ Դե 60% Հայաստանի ըստ այսպես կոչված Ադրբեջանի մոգոնած արևմտյան Ադրբեջանն է, իհարկե, բայց արևմտյան Ադրբեջան նման բան խոսույթ գոյություն չունի ընդհանրապես, դա իրենք են հորինալ, դեռևս 2020 թվականի 44 օրյայից հետո են անմիջապես սկսել շահարկել հատկապես արևմտյան Ադրբեջան այդ խոսույթը, ճիշտ է, երեք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պատասխան է հնչեցրել, որում արևմտյան Ադրբեջանի այդ խոսույթի տակ ամրագրել է արցախյան պատմական տարածքները, այսինքն Բերձորը, Քարվաճառը, Կուբատլուն, Զանգելանը, սրանք ամրագրել է որպես արևմտյան Ադրբեջան, որ ի զարմանս ինձ հիմա էլ այս տարածքների նկատմամբ, այսինքն ամրագրվում է էլի ինչ որ մի փաստաթղթ։ Այսինքն ուզում են, որ Ադրբեջանին ասեն, էս վերցրու, հա, էլի ձեր միտոր էլի Հայաստանի, սրանով լրիվ, բայց կատարվում է ինչ։
ախորժակը բացվել է Ադրբեջանի կլանելով գալիս է եւ պահանջվում է նաեւ որ ճշգրիտ պատասխան տրվի հատկապես Խոջալույին իդեպ ճիշտ է Հայաստանը հակաճառում է բայց դրան էլ հնչեցվել է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամլոխոսնակ Հաջիզադեի հակադարձումը որ իբրև Խոջալույի տարածքում իրականացվել է ու զարմանալի թիվ են արձանագրել նրանք 613 խաղաղ բնակչի նկատմամբ բռնություն կոտորած է իրականացվել իդեպ տարիներ առաջ իրենք շահարկում էին 2000-ի մասին հիմա ինչ որ թվական տվյալներ է փոխվում շատ հեշտությամբ տարիների ընթացքում այդ թվականները ինչ է փոխվել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության քաղաքականության մեջ ոնց 2000-ը իրենց կողմից տարիներ առաջ շահարկվող որը մենք չէինք ընդունում մենք դա դիտարկում ենք որպես սեփական ժողովրդի նկատմամբ իրականացված հանցագործություն որի իբրև մեզ վրա բարդ էին այդ ժամանակահատվածում 1992 թվականի փետրվարի 26-ի Խոջալույի դեպքերը հիմա իրենք դարձրել են այդ 613-ի մասին է խոսք գնում բացի այդ խոսվում է իբրև Ադրբեջանի պատմամշակութային ներողություն Խոջալույի հետ կապված ներողություն եմ խնդրում Տիկին Հակոբյան տարիներ շարունակ մենք նաև ֆիլմեր ենք ստեղծել բազմաթիվ վերլուծություններ ենք գրել փաստելով շատ կարևոր մի հանգամանք որ հենց Ադրբեջանի նախագահն է հայտարարել ժամանակին 90-ականներին որ Խոջալու կոչված ցեղասպանությունը իրականում Ադրբեջանի իշխանության կողմից սեփական ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանություն էր եւ ուներ հստակ քաղաքական նպատակ որ երկրի ներսում իշխանություն փոխվեր այսինքն եւ անգամ ինքս էլ բազմաթիվ այսպես հետազոտություններ եմ արել եւ համաձայն նաեւ արկա բազմաթիվ հետազոտությունների փաստն այն էր որ իրենք կրակված էին այդ ադրբեջանցիները սպանված էին թիկունքից որի հատվածում կանգնած են եղել ադրբեջանական զինվորներ սա փաստ էր աշխարհով մեկ հստակ ասվում էր եւ մենք միշտ կարողացել ենք ճիշտ պայքար մղել այդ մոգոնած ցնդաբանության այսպես կոչված Խոջալույի ցեղասպանության որպես իրենք այսպես փորձեցին ստեղծել համազոր հայոց ցեղասպանության ահա կամ Սումգայիթին ավելի ճիշտ կասեի Սումգայիթին համազոր ինչ որ մի բան սարքեցին հիմա ինչ է ստացվում է որ Հայաստանի իշխանությունները գրեթե չեն էլ պատասխանում Տիկին Հակոբյան դրան բացարձակապես եւ այս հասանք նրան որ 57 մուսուլմանական երկրներ Խոջալույի ցեղասպանություն կոչվածը համարում են հայի ձեռքով արված սպանություն այն դեպքում կրկնում եմ երբ արվել է հենց Ադրբեջանի կողմից իհարկե տարիներ ի վեր մենք այդ փաստը ամրագրած ունեինք եւ այնտեղ խոսքեր գնում ոչ թե 613-ի այլ 2000 զոհի մասին ու դա հստակ ամրագրված էր հիմա որն է այստեղ դուք ինչն է այստեղ խնդիրը ես այստեղ այլ հետատեքստ եմ տեսնում նաեւ թվային առումով այսինքն դրանք չեն կարողացել այդ փաստարկը համոզիչ կերպով ներկայացնել, ուղղակի որոշել են թվական առումով իջեցնել, միգուցե որ ինչ որ այդ տեսեք Հայաստանը դիտարկվել է նաև որպես ագրեսոր պետություն։ Սովորաբար իրենք սիրում են մեծացնել թվերը, այս դեպքում հակառակն են արել, հա։ Ես եմ շշմել, հիմա այս կամ էլ ինչ որ նոր բան են հրամցնում մեզ, նորույթ են հրամցնում, որպեսզի սրա շուրջը ինչ որ այլ խոսույթներ ձևավորվեն, ու սա դիտարկվի ճշմարտություն։ Եթե 2000-ը նրանք չեն կարողացել ապացուցել, որտեղ թվական առումով եւս փաստացի այն չէր համապատասխանում, ապա 613-ը ամենայն դեպս ինչ որ խելքի մոտիվ կդառնա, սղացնելը հնարավոր է, եւ նաեւ մշակութային ժառանգության հարցում, այ որ Ադրբեջանի իբրև մշակութային ժառանգությունը մենք ոչնչացնում ենք, հետաքրքիր է այդ որ մշակութային ժառանգությունը երբանից է ադրբեջանցին որպես ազգություն, մենք բոլորս գիտենք, որ 1939 թվականի հունվարի 17-ի մարտահամարի տվյալներով ադրբեջանցի կոչվեց արդեն Կովկասի թաթարական բնակչությունը խառը այս բնակչությունից ձևավորված ազգը կոչվեց ադրբեջանցի մինչ այդ ադրբեջանցի չկար պատմության մեջ ադրբեջանն էլ հասկացանք անդրդաշնության մեջ էր մտնում մինչև 1936 թիվը բայց 1900 անգամ 37 թվականի միութենական հանրապետությունների ձևավորումից հետո նման ազգություն մեկ-մեկ շահարկվում էր բայց այն հստակեցվեց 1939 թվականին եւ այդ որ պատմական ժառանգությունն էր
հայերից խլված պատմական ժառանգությունը, որը իրենք ամեն կերպ յուրացնում են, բոլորը մեր ամեն ինչը, մեր երգը, երաժշտությունը, մեր ճարտարապետական կոթողները, մեր հուշարձանները, եթե խոսքը վերաբերվում է պարսկական հուշարձանների մասին, որոնք մեկ առ մեկ արկա են թե Արցախի հանրապետության տարածքում, թե Հայաստանի հանրապետության տարածքում, ապա աշխարհը գիտակ է, աշխարհում կա արկա են փաստերը կան, որ Հայաստանի Հանրապետությունը միանշանակ այդ հուշարձանները պահպանում է եւ խնամում է, պահպանված է եւ ոչ մի տեղեկություն չկա, որ Հայաստանը այդ մշակութային կոթողների նկատմամբ անվայելուչ վերաբերմունք է դրսևորել։ Հետեւաբար սա միանշանակ պիտի դիտարկվի այդ անգամ մուսուլմանական իսլամական այդ համագործակցության կազմակերպության երկրների կողմից ու պիտի հստակեցվի նրանց դիրքորոշումը եւս ինչպես է նրանք կարողացել Հայաստանին դիտարկել որպես ագրեսոր պետություն, իրական ագրեսորին Ադրբեջանին թողնելով հանդերձ։ Եվ ամփոփենք, ես կարծում եմ, որ Արցախի պատգամավորները, Արցախի հանրապետության գործող նախագահը պետք է հստակ հայտարարությամբ հանդես գան, որովհետև այն ավերը, որն անում է Արցախում Ադրբեջանը հայկական մշակույթի հետքը ոչնչացնելով, սա զարուրելի է եւ անգամ Շվեյցարիայում, երբ որ հայոց վեհափառը ներկայացնում էր այդ պատկերը, մարդիկ սարսափած էին, ասում են մենք առաջին անգամ ենք իմանում, թե ինչ ահավոր քրիստոնեական արժեքների ահավոր ավեր է տեղի ունեցել Արցախում։ Մարդիկ պատկերացնում եք 2020 թվականից այս կողմ աշխարհն անտեղյակ է, որովհետև Հայաստանի իշխանության ղեկին մարդիկ են, որոնք այս ինֆորմացիաները չեն հանրայնացնում։ Հիմա ես հատուկ չասեցի Հայաստանի իշխանությունը հայտարարություն անի, որովհետև ես չեմ էլ սպասում, որ նրանք ինչ-որ բան ասեն, բայց Արցախի ղեկավարությունից, նախագահից, պատգամավորներից անկեղծ ասած ես ակնկալիք ունեմ, որ իրենք պիտի հնչեցնեն իրենց մտահոգությունը, զայրույթը դեմ լինելով այս ինչ էր կոչվում Ստամբուլյան բանաձև կոչվածին, այդ թվում նաև եւ մշակութային հարցով եւ Խոջալույի ցեղասպանություն կոչված խեղկատակության հետ կապված, չեք կարծում այս ուղղությամբ անելիք կա։ Իհարկե անելիք կա, ես համամիտ եմ, մենք բոլորս տեղյակ ենք, որ մայիսի 21-ին լրացել էր նաև Արցախի հանրապետության նախագահի պաշտոնավարության ժամկետը եւ Արցախի հանրապետության նախագահին քննչական կոմիտեից տարբեր պատճառաբանություններով կանչելով իբրև որպես վկա, կասեցրին նաև նախագահի ընտրության այդ ժամկետները եւ այս պահին պաշտոնական պարտականությունների կատարողը Արցախի հանրապետության ազգային ժողովի նախագահն է եւ ես էլ եմ կարծում, որ եւ ազգային ժողովի նախագահը եւ պատգամավորները պիտի հանդես գան հայտարարությամբ Արցախին ուղղված այս մեղադրականի ենթատեքստով եւ Խոջալուն համենայն դեպս Արցախի պատմական տարածքն է եւ առաջինը դա արցախցիները պիտի կատարեն, ես եւս օգտվելով այս առիթից ինքս լինելով Արցախի նախկին պաշտոնյա, ինքս լինելով բնիկ արցախցի, բնիկ Ստեփանակերտցի, ինքս դատապարտում եմ իսլամական համագործակցության կազմակերպության 51-րդ խորհրդաժողովի արտաքին գործերի նախարարների այդ Ստամբուլյան բանաձևը, որում տեղ է գտել նաև Խոջալույի իբրև 613 հոգու անմեղ մարդկանց կոտորածների պահով եւ իբրև ադրբեջանական մշակութային կոթողների վերացման այդ տեքստի դեմ։ Այո։ Սպասենք, ես մեծ հույսեր ունեմ, որ Արցախի մեր քաղաքական ներկայացուցիչները, խորհրդարանը ներկայացնող, նաև իշխանության հայտնի դեմքերը անպայման հանդես կգան հայտարարությամբ, իսկ թե ինչ կանի Հայաստանի իշխանությունը, այստեղ ինչպես ասում են, լռում ենք մենք։ Շնորհակալ եմ հետաքրքիր վերլուծության համար, վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, ես այսօր մենքի տաղավարում հյուրընկալել էի Արցախի հանրապետության կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախկին նախարար, համահայկական ճակատ շարժման անդամ Անահիտ Հակոբյանին։ Լավ եղեք, կհանդիպենք։